Կարդալու ենք Ծննդոց 19:17 ու 26 խոսքերը, բոլորդ գիտեք, սա Ղովտի կնոջ մասին է, Ղովտի ընտանիքի մասին է, բոլորս էլ գիտենք, կարդացել ենք, նույնիսկ այդպես քարոզներ կան, բայց այդտեղ ես կենտրոնանալու եմ 3 կետի վրա, կխնդրեմ, որ ուշադիր եղեք։ Եվ այսպես 19:17 Եվ նրանց դուրս անեցին, խոսքը հրեշտակների մասին է, որ Ղովտի ընտանիքին հանում էին։ Եվ նրանց դուրս անեցին, հրեշտակները ասացին. Փրկիր անձդ, ետ չնայես եւ կանգ չառնես այս երկրի որևէ շրջանում։ Փախիր լեռը, որ մյուսների հետ չտուժես։ Եվ 26 խոսքն ասում է. Ղովտի կինը ետ նայեց եւ դարձավ աղեարձան։ Ղովտի կինը ետ նայեց եւ դարձավ աղեարձան։ Հիմա հարց. Ինչի համար Ղովտի կինը հետ նայեց։ Ու հիմա ինչի համար այս պատմությունը եկե մեզ հասե։ Մենք ինչի համար ենք հետ նայում, ժողովուրդ։ Ինչի համար ենք կանգ առնում այն ընթացքից, որտեղ որ գրված է անձդ փրկիր։ Սա լրիվ հավատացյալներին է վերաբերվում։ Այդ մենք ենք եթում Հիսուս Քրիստոսի հետևից, ու մեկ էլ մի վայրկյանում հոп կանգ ենք առնում ու շրջվում ենք հետ։ Ինչն է խանգարում։ Ես մտածում եի, ասում եի, դե ինչը պետք է խանգարի, ես չգիտեմ ինչի մասին է այս խոսքը, ոնց պետք է ես բացատրեմ։ Ու երբ որ գրում էի խոսքս, մտածում էի, ասում էի, դե երևի մարդ, Ղովտի կինը կանգներ, պատճառը երևի մեկը կներ, երևի երեխեքի համար։ Ես որպես մարդ մտածում էի, որ մարդ կարա երեխեքի համար կանգ առնի, տենց վախտերը, իր սեփական անձը թողի ու կանգնի երեխեքի համար։ Իսկ դու տենց կարա լիներ։ Հետո մտածեցի, որ հավատացյալը ախր չի կարա կանգ առնի։ Ինքը ախր գիտի Տիրոջ խոսքը, որ անձը փրկության մասին է խոսքը։ Բայց հետո ես տեսա, որ ես ինքս ամեն պատե եւ անպատե առիթի ժամանակ կանգ կառնեմ։ Կանգ կառնեմ իմ հոգեվոր ընթացքից ու կշրջվեմ հետ։ Ու շատ անգամներ ասենց դեպքեր էլ ես կխնդրեմ, որ դուք էլ վերանայեք ձեր հոգեվոր կյանքը։ Ու խոսքը գիտեք ինչի մասին է, ոչ թե այն ինչը որ մեր սիրտը կպած է աշխարհում։ Չնայած դա էլ կապ ունի, բայց խոսքը թմրության մասին է, անլրջության մասին է, երբ որ գալիս է ժամանակ, երբ որ մենք Աստվածաշնչին վերաբերվում ենք անլուրջ, մեր սեփական կյանքին ենք վերաբերվում անլուրջ։ Մենք Տիրոջ խոսքին ենք վերաբերվում անլուրջ։ Միթե մեզանից մենք բոլորս էլ հասկանում ենք խոսքը ինչի մասին է։ Հիմա հաստատ որ ասենք հոգևոր արթուն ենք մենք այս պահին, որ հարցնենք ով ինչի համար կկանգնի, ես կարծում եմ որ բոլորս ասել են որ չեն կանգնելու։ Հիմա հասկանում ես գիտակցաբար, բայց գալիս է ժամանակ, շատ հնարավոր է որ նեղության ժամանակ գա, հնարավոր է նաև որ լենության ժամանակ գա։ Այդ անլրջությունը, այդ հոգևոր անլրջությունը, երբ որ քեզ մի վարքյան քո ականջին շշնջում է, ոնց Վարդուհիկուն ասեց, հենց հայացքդ մի պահ հիջացրեցիր Հիսուս Քրիստոսից, այդ թմրությունը գալիս է։ Հաշկերներից դեմը փակվում է, մենք սկսում ենք նայել ներքև, ոնց Պետրոսը նայեց ներքև ու նոր տեսավ ջրի խորությունը, տեսավ իր կործանումը, սկսեց վախենալ, սկսեց կասկածել, որ սկսվում է իր կործանումը, ու հենց այդ սկսեց իր խորտակումը։ Նույնն էլ մենք ենք, երբ որ մեր հայացքները իջացնում ենք Հիսուս Քրիստոսից, Տերը ինձ էր ցույց տալի, որ ես ամեն առիթի ժամանակ գտնելով Հիսուս Քրիստոսի ծառա, լինելով եկեղեցու անդամ, լինելով ծառայող, լինելով երկար տարիների հավատացյալ, ես ամեն պատե ու անպատե առիթի ժամանակ կարամ շրջվեմ, եթե իմ ուշադրությունը չհանկարծ Քրիստոսից իջնի։ Մենք յուրաքանչյուրս ենք այդտենց։ Մենք ունենք բնավորության գծեր, ունենք խասյաթներ, ունենք սովորույթներ։ Շատ անգամ մենք ասում ենք մենք հավատացյալ ենք, քրիստոնյա ենք, բայց փակում ենք մեզ ինչ-որ մի շրջանակի մեջ ու այսքանից ավել չեն գնում առաջ։ Այսքանից ավել էլ տեղ չկա մեզի։ Մենք հասկանում ենք, որ այնտեղ շատ բաներ ենք թողելու։ Շատ բաներ կա, որ այնտեղ մեզի հլապահում է։ Սա գիտակցաբարն է, բայց կա նաև անգիտակցաբար։ Երբ որ խնդիրների ժամանակ կամ լավ լեն ապրելու ժամանակ սկսում է թմրել քո մոտ։ Հոգևոր կյանքը սկսում է թմրել ու սկսում ես անլուրջ վերաբերել Աստվածաշնչին։ Իմ հետ այտենց բան եղել է, ես կարծում եմ, որ Տերը ցանկացավ սա խոսամ երևի ձեր հետ էլ տենց դեպքեր կլինի ու երևի պետք է որ մենք վերանայենք մեր հավատքները։ Ինչի համար ենք մենք կանգ առնում, ինչն է մեզ անընդհատ խանգարում, ինչն է մեզ անընդհատ հետ նայել տալիս։ Միթե ավելի կարևոր բան կա մեր սեփական փրկությունից։ Իհարկե ոչ, բոլորն են դրա մասին հասկանում, որ ոչ մի կարևոր բան չունենք այս աշխարհում մեր սեփական փրկությունից բացի։ Այդ այն ժամանակ, երբ որ արթուն ենք հոգևորով, բայց երբ որ թմրում ենք,
երբ որ ընկնում ենք հոգսերի մեջ, երբ որ աղոթքները մեր թուլանում են, աղոթում ենք, բայց չենք հավատում, որ կտա։ Չգիտեմ, ասում ենք Աստված քեզ սիրում ենք, բայց շատ անգամ սկի միմյանց չեն կարում մեղմ ասած սիրալի լինենք միմյանց հանդեպ, ու այս ամեն ինչը նրա պատճառն է, որ մենք թմրում ենք։ Ես մի դեպք եմ ուզում ասեմ, իմ հետ մի դեպք եղավ, որ մի շաբաթ երևի, մի շաբաթ ամեն բան նորմալ էր կարծես, թե ոչ մի խնդիր չկար, ոչ մի պատերազմ չունեի մեջ, ոչ մի պրոբլեմ չկար, որ ես մտածեի։ Իհարկե պրոբլեմները կան, բայց ես իրանց լուրջ չէի վերաբերվում, ու իմ մոտ հանգիստ էր։ Ու երբ որ իմ մոտ հանգիստ էր, հոգևոր վիճակը սկսեց լճանալ։ Իրականում սա գոյություն ունի, ժողովուրդ ջան։ Հոգևոր վիճակը լճանում է։ Մեզ թվում է, որ մենք հավատացյալ ենք, մեզ թվում է, որ մենք հավատացյալի դիրքով ենք ապրում, կյանքով ենք ապրում, այդ ընթացքի վրա ենք, բայց մեր մոտ լճացում է։ Հələ մի հատ նայեք ինքներդ ձեզ։ Ես նայեցի ու տեսա, որ իմ աղոթքները պրոստը սովորություններ են, իմ ծառայությունները պրոստը սովորություններ են, եկեղեցի գալը պրոստը սովորություն է։ Գեղեցիկ կարամ խոսամ ոնց բոլորը, քրիստոնյա վայել, բայց միաժամանակ կարամ նաև ապրեմ աշխարհում, կարամ շատ հանգիստ վայելեմ ինչ որ կա այս աշխարհի մեջ, ու այդ մենակ նրա համար ու գիտակցելով, որ Հիսուսից ես հայացքս թեքեմ, այնտեղ իմ կործանումն է։ Բայց շարունակում եմ անել։ Իհարկե փառք Աստծուն, որ ինձ ժամանակին ցույց տվեց սրա մասին, ու ես հասկացա, որ պետքա արթնանալ։ Պետքա արթնանալ։ Ինչն է մեզ խանգարում, ժողովուրդ։ Ղովտիկին ինչի հետ նայեց։ Մենք ինչի հետ կնայենք։ Ես մտածում, որ Ղովտիկինը հաստատ տարբերակները շատ են։ Երևի կնայեր իր ունեցվածքին, կնայեր իր հարստությանը, կնայեր շուշեղենին, կնայեր սրբիչներին, չգիտեմ, իր մեբելին։ Մենք ինչին կնայենք հիմա, մենք ինչին ենք նայում։ Մեր թանկանոց ավտոներին, մեր տներին, մեր ունեցվածքին։ Ամեն արժեքավոր ու անարժեք բաների վրա մեր սիրտը կարա տաքանա, ամեն արժեքավոր ու անարժեք, երբ որ մենք Հիսուս Քրիստոսից հայացքներս թեքենք։ Հենց մեր հայացքը մի քիչ իջնում է, ամեն արժեքավոր ու անարժեք բան մեր համար դառնում է ավելի կարևոր։ Ես չգիտեմ, միգուցե Ղովտի կնոջ համար ավելի հաճելի էր այդ շվայտ կյանքը, որ այնտեղ տեղի էր ունենում։ Որովհետև ինքը գիտեր ինչա կատարվում։ Շատ անգամ մենք մտնում ենք այս կյանքի մեջ, մենք ապրում ենք այս կյանքի մեջ ու նայում ենք ինչա տեղի ունենում մեր շուրջը։ Մենք չենք մասնակցում, իհարկե չենք մասնակցում։ Որ իմանաք այնտեղ ինչ էր կատարվում, 18-րդ գլխում գրված է, որ Տերը Աբրահամին ասեց, որ Սոդոմացիների ու Գոմորացիների աղաղակը ահագնացել ու հասել է ինձ։ Նրանց մեղքերը խիստ շատացել են։ Որ ավելի պատկերավոր են, անգամ երիտասարդականում էլ ասացի, այդ մեղքերը մոտավորապես նման են այդ ժամանակվա կյանքը ավելի շատ մոտավորապես նման է մեքսիկական ու բրազիլական կառնավալի, որտեղ ամեն տեսակի մեղք ու գայթակղություն կա, ամեն տեսակի չար բան կա, ամեն տեսակի այլանդակություն ու այլասերվածություն կա այդ կառնավալների մեջ։ Չգիտեմ դուք տեսել եք թե չէ, եթե չէ փառք Աստծուն։ Ամեն տեսակի գայթակղություն կա։ Շատ բաներ կա, որ հիմա մեր կյանքում էլ կա։ Մենք նայում ենք դա, շատ նորմալ է։ Լուրջ չենք վերաբերվում։ Մենք չենք ընդունում, մենք մեջը չենք։ Մենք չենք հագնվում այտենց բմբուլներով, չենք ուրա բանանում, իրանց նման ապրում։ Բայց մեզ հաճելի է այդ նայելը։ Մեզ հաճելի է այդ նայելը։ Մենք մեջը չենք, բայց հաճելի է, խի չէ որ։ Ինչն է մեզ խանգարում։ Բայց մենք մասնակից ենք այդ մեղքերին։ Որովհետև հենց այդ բաներն է մեզ անընդհատ հետ ֆռալ տալիս, հետ նայել տալիս, բռնում է մեզ, անընդհատ կապում է մեզ։ Ու տարբեր պատճառներ կան, բայց հիմնական խնդիրը ես տեսնում եմ թուլության մեջ։ Տերը ինձ ցույց տվեց, որ խնդիրը մեր թուլության մեջ է։ Երբ որ թմրությունը գալիս է, երբ որ մենք սկսում ենք մտածել սեփական կարծիքով, երբ որ մենք աղոթում ենք ու մեր աղոթքները անպատասխան են, որովհետև մենք չենք էլ սպասում պատասխանի, մենք մեխանիկորեն ենք այդ ամեն ինչը անում ու գնալով մենք հետ ենք գնում։ Ու կանգ ենք առնում մեր հոգևոր ընթացքից գիտակցաբար եւ անգիտակցաբար հասկանալով, որ մենք կործանվում ենք այտենց, բայց շարունակում ենք ապրել։ Ես մի քանի բան կուզեմ թվարկեմ, այսօր երկար չեմ խոսալու, մի քանի կետեր կուզեմ թվարկեմ, որոնք որ
մասնակից են մեր թմրությանը, օգնում են, որ մենք թմրենք։ Դրանցից մեկը վախն է, մեկը մեղքերն են, մյուսը աշխարհը սիրելն է, մեկը անկայուն հոգևոր վիճակն է։ Մենք բոլորս հասկանում ենք, չէ՞, ինչ է անկայուն հոգևոր վիճակ։ Եվ վերջինը ես նայում էի, որ դա ավելի շատ որոշում կայացնելու ցանկություն ու ձգտումն է, որ մենք վերջնական որոշում չենք կարող կայացնենք։ Վերջնական որոշում կայացնենք, որ մենք գնում ենք Տիրոջ հետևից։ Բայց կխոսամ մեղքերից, կխոսամ վախերից։ Վախեր կորցնելու մասին։ Մենք բոլորս ունենք այդ վախերը, որ մենք վախում ենք կկորցնենք հարազատներից, բռնած ունեցվածքից, վերջացած։ Հասկանում ենք, որ Տիրոջ ճանապարհին գնալով ինչքան շատ ավելի խորանանք, մեր լեզվով ասած, այնքան ավելի շատ բան ենք թողելու անցյալում։ Հասկանալով նաև, որ ինչքան շատ ենք խորանում, այնքան խնդիրները ավելի շատանում են։ Դրա համար էլ մենք մեզ սահմանափակում ենք ինչ-որ մի բարիերով, անունը դնում ենք, որ մենք հավատացյալ ենք, արի մտում ենք այդտեղ, դրանից ավել չենք կարող դուրս գանք։ Իհարկե խոսքը ոչ բոլորի մասին է, ու ոչ ընդհանուր, այլ ժամանակ առ ժամանակ ասա տեղի ունենում մեր կյանքում։ Իմ հետ այդպես բան տեղի է ունեցել։ Երբ որ ես մտածում եմ, որ ես եմ հավատացյալ, ինչի՞ չէ։ Բոլորի նման լողորդ ենք, երբ որ մենք մտնում ենք ջուրը, մենք համարում ենք, որ մենք բոլորի նման լողորդ ենք, բայց մարդիկ ընդ լողանում են, սկում են, հելնում են, բայց մենք այսքանից ավել չենք եթում։ Բայց մենք էլ ենք ջրի մեջ։ Մենք էլ ենք համարում ջրի մեջ ենք։ Ինչի՞ չէ, ինչի իրանց մեդալ կա, մեզի չէ։ Հիմա նույն նստեղ է, մենք գալիս ենք հավատացյալի կյանք, գալիս ենք հոգևոր կյանք, գալիս ենք եկեղեցի, անուն ենք դնում, որ մենք քրիստոնյաներ ենք, ինչի՞ չէ, բախի մեզ մեդալ չեն տալի, իհարկե մեզ մեդալ չի հասնելու, մինչև մենք չանցնենք այն խորությունները, մինչև մենք ինքներս չձգտենք հասնելու այդ խորություններին, և հիմնականում վախերն է, որ մեզ խանգարում է կորցնելու, վախ ընկերների մեջ, վախ շրջապատի հանդեպ, ունեցվածքի հանդեպ, շատ անգամ վախում ենք, թե ոնց ենք ներկայանալու աշխարհին։ Ուզում եմ կարդամ Ղուկաս 9:62։ Հիսուսը նրան ասեց. ով որ ձեռը մահճի վրա է դնում եւ հետ է նայում, հարմար չի Աստծո արքայության համար։ Ես հասկանում եմ, որ շատ անգամ մենք մեր սեփական քրիստոնեության ձևը ունենք, մենք մտածում ենք մեր սեփական քրիստոնեությունը ստեղծելու մասին եւ Աստծուն հրավիրում ենք մեր կյանք ու ասում ենք Տեր ջան, արի դու մեր կյանք, բայց այս մի ձեռով էլ թող բռնենք էլի այն ինչ որ ունենք։ Մենք ուզում ենք համատեղենք համ Աստծուն մեր կյանքում, համ մեր հին աշխարհը, հին մարդուն, փորձում ենք համատեղենք, փորձում ենք իրար հետ համատեղ տանենք, բայց իհարկե հասկանում ենք, որ սա սխալ է։ Շատ սխալ է, նույնիսկ ամենավատ ամենանուրբ բնավորությունը, որը որ հակաքրիստոնեական է, ինքը մեզ կայնացնել է տալի։ Մեր սեփական ամբիցիաները մեզ կանգնեցնել են տալի, եթե դա հակաքրիստոնեական է։ Մենք չենք կարող այդքան Քրիստոսի հետևից մեր մեղքերը շալակած տանելով, ասել ճանապարհին մեղքեր անելով։ Մենք չենք կարող։ Ու այդ վախերը մեզ խանգարում են։ Երկրորդը մեղքերն են։ Մեղքեր կան, որ բաց են, երևացող, որ մենք շարունակում ենք անել, անկախ նրանից քրիստոնյա ենք թե չէ, ու ինչքան երկար տարիների քրիստոնյա ենք, եւ կան մեղքեր, որոնք որ թաքուն են, մեր ներսում են։ Դրա մասին ոչ մեկ չգիտի։ Դրանք մեր մտքերն են, անվայել մտքերն են։ Դրանք այդ ամեն ինչը մեր մեջ են, մեր սովորությունների մեջ են, մենք շատ անգամ այդ օգտագործում ենք։ Ես նաև գիտեմ, որ գիտակցաբար օրինակ իմ կյանքում դեպք ա եղել, որ ես գիտակցաբար այդ արել եմ, սովորություն է ինքը, գիտակցաբար երկար տարիներ արել եմ, հասկանալով, որ այդ սխալ եմ անում։ Իհարկե Տիրոջ ողորմությունով ազատվեցի, բայց ուզում եմ ասեմ, որ սենց բան կա ու ինքը խանգարում է մեզ էլ ավել առաջ գնալուն հոգևոր կյանքում։ Եթե կհայտնաբերես քո մեջ այդպես բան, կխնդրեմ ինչքան հնարավոր է շուտ հրաժարվես դրանից։ Եվ ուզում եմ կարդամ բացահայտ մեղքերի հետ կապված Եբրայեցիների 12:1-ը։ Եվ այս ամենը ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք, մեր շրջապատած դեն գցենք ամեն ծանրություն եւ պաշարող մեղք եւ համբերությամբ վազենք մեր առաջ դրված ասպարեզի ընթացքը։ Ամեն, իհարկե ամեն։ Դեն գցենք, որովհետև մենք բացի այն, որ մենք հավատացյալներ ենք մեր մեջ, մենք նաև հավատացյալներ ենք աշխարհում, հիմա մեզ ոնց են ճանաչում։ Հերիք չի, որ մենք կանգ ենք առել, հերիք չի, որ մենք չենք շարունակում հոգևոր ընթացքը։ Թմբրած է մեր մոտ ամեն բան։ Մի հատ էլ աշխարհի մարդկանց հետ շփվում ենք իրանց լեզվով։
մի հատ է շփվում ենք իրանց բնավորության գծերի հետ։ Նույն ձևի ենք ապրում, ոնց իրանք, մենք չենք քանդե ոչ մի մոստ, ոչ մի կամուրջ, հակառակ թունելներ ունենք փորած դեպի աշխարհ, ու մենք պահում ենք այդ կապերը։ Ու համարում ենք մեզ քրիստոնյա։ Իսկ ստեղ ասում է եբրայեցիների մեջ, որ դեն գցեք ամեն պաշարող մեղք։ Այդ մեղքը մեզ պաշարում է, մեկ երկրորդն էլ չի թողում առաջ գնանք, հերիք չի մի հատ էլ այդ մարդկանց ենք վնասում։ Այդ մարդիկ նայում են մեզ ինչ են սովորում։ Մեզ մենակ վնասում է այդ ամեն ինչը։ Եթե կա սենց բաներ, կխնդրեմ հեռացենք մեր կյանքերից։ Երրորդը աշխարհի հանդեպ սերն է։ Ես մտածում եմ, ինչ կարա լինի այս աշխարհի հանդեպ սեր, որ ինձ կարա պահի այս աշխարհում։ Ամեն ինչը այս աշխարհի հանդեպ սերա, եթե հոգևոր կյանքից վնաս է տալի։ Ամեն ինչը, ինչ ուզում ալնի, իմ սեփական աշխատավարձից սկսած, իմ առած ծելիկից հելած, ամեն բան, ինչ որ կա, այս աշխարհի մեջ է, ինձ խանգարում է, եթե իմ հոգևոր կյանքին խանգարում է, ինքը աշխարհի հանդեպ սերա։ Հետ չեմ ասում վայելքներ, հաճույքներ, այդ ամեն ինչի մասին։ Բայց Աստվածաշունչը մեզ ասում է՝ մի սիրի աշխարհը եւ այն ինչ որ կա աշխարհի մեջ։ Որովհետև դրանք մեզ խանգարում են մեր ընթացքին, խանգարում են, որ մենք առաջ գնանք։ Այսի են կետերն են, մի քանի կետերն են, որ ես հանեցի, բայց հիմնականը դա թմրությունն է, ու այս կետերի մեծ մասը մեզ բերում է թմրության։ Մենք ստեղ ենք թմրում, երբ որ սկսում ենք հետ նայել կամ հենց մեր հայացքը իջնում է, մեր ականջին շշնջում են, հասկանալով, որ ընդեղ վատ է, ընդեղից ենք դուրս եկել վերջ, ընդեղից են գալի, բայց շարունակում ենք հետ նայել, թե խի չգիտես, գիտակցաբար, որ ընդեղ վատ է։ Հոգևոր անկայունությունն էլ մի մեծ մեղք կա, որ կոնկրետ ոչ մի որոշում չունես քո կյանքում հոգևոր։ Դու հավատացյալների հետ հավատացյալ ես, անհավատների հետ անհավատ, կարա շատ հանգիստ խոսես Աստծուց, ասես, որ ես տենց մարդու հանդիպել եմ, Հիսուս Քրիստոսին ինձնի շատ էր սիրում, բայց հենց ասում եմ Հիսուսը քեզ սիրում է, ասում էր աղանդավոր։ Իրանք չեն կողմնորոշում, ու շատ անգամ մեր կյանքում էլ այս անկայունությունը գալի, երբ որ մենք սկսում ենք նեղանալ, երբ որ մենք սկսում ենք կոմպլեքսավորվել, փախնել ստեղից ընդեղ, ման են գալի տարբեր տեղեր, ուսախ պարտադիր չի, որ ամեն անգամ լինի։ Սա մի վայրկյանում է տեղի ունենում, երբ որ գալիս է մեր վրա այն թմրությունը, երբ որ մեր հայացքը իջնում է։ Ու հեչ պարտադիր չի, որ դու եկեղեցու գնաս, խոսքը սրա մասին չի, խոսքը մտքերի մասին է, թե դու ոնց ես մտածում այդ պահին։ Քո անկայունությունը գալիս է հենց այդտեղ, դու կարաս գործողություն չանես, բայց նույն բանն է, եթե սիգարետ ծխողին նայում ես, դու չես ծխում այդ սիգարետը, բայց քո սրտի մեջ ցանկանում ես, դու ծխեցիր այդ սիգարետը, ինչ կապ ունի։ Դու շարունակեցիր ծխել։ Եվ վերջինը դա որոշում կայացնելն է, որը ամենակարևորն է մեր կյանքում։ Ես ուզում եմ, որ մենք բոլորը սրա վրա ուշադրություն դարձնենք, որ մենք ունենք արդյոք վերջնական որոշում գնալ Քրիստոսի հետևից։ Վերջնական որոշում գնալ Քրիստոսի հետևից։ Ես իմ մասին մի բան կասեմ։ Երբ որ ես մտածում եմ, որ պետքա վերջնական որոշում ունենալ գնալ Հիսուս Քրիստոսի հետևից, հասկանում եմ գիտակցաբար, որ ես շատ բան պետքա թողեմ։ Ու իհարկե վախենում էի որոշում կայացնելուց։ Տեսեք, վախենում ես որոշում կայացնելուց գնալ Աստծո հետևից, որովհետև մտածում ես, որ խոստումը չես պահելու։ Աստծո առաջ ամոթով ես մնում։ Բայց չես ամաչում, շարունակում ես ապրել այն կյանքով։ Սա աբսուրդ է։ Բայց իհարկե մենք ապրում ենք սրա մեջ։ Շատերս անցնում ենք սրանով, իհարկե թող Տերը ողորմա եւ մենք այս հարցերի մեջ ընտիր գտնվենք։ Ինչը կարա մեզ կանգնացնի ժողովուրդ, ինչը կարա մեզ խանգարի մեր հոգևոր ընթացքի մեջ։ Ամեն մեկս մերը ունենք, ամեն մեկս մեր խնդիրները ունենք, ամեն մեկս մեր հոգսերը ունենք մեր թույլ տեղերը։ Կյանքում սատանեն չի գալու մեզ օգտագործին այնտեղ, որտեղ որ մենք ամուր ենք։ Ոչ մի անգամ չի բերելու նենց բան, որի մեջ դու ընդհանրապես չկաս։ Հակառակ ինքը որ շշնջա այն նուրբ բանը, որը որ քո սրտին է հաճելի, դու արդեն ընկել ես հավատքից։ Դու արդեն թուլանում ես։ Դու սկսում ես կասկածել, երկմտել, թերահավատորեն ես նայում, սկսում ես անլուրջ վերաբերվել Աստվածաշնչին, սկսում ես անլուրջ վերաբերվել քո սեփական փրկությանը։ Ես ուսումնասիրում եմ այս խոսքը, ուզում եմ հասկանալ, Տեր ինչ ես ինձ ուզում ցույց տաս սրանով, ինչ պետք է ես սովորեմ։ Ու
Հասկացա, որ Ղովտի կինը պրոստը հետ նայեց նրա համար, որովհետև ինքը լուրջ չէր վերաբերվում։ Ինքը հենց այդ մի վայրկյանին լուրջ չվերաբերվեց։ Ոչ թե ընդհանրապես լուրջ չէր վերաբերվում, ոչ, ինքը Աբրահամի հետ էր, ինքը սաղ այդ ընթացքը իրար հետ են եղել, անցել են, Աստված իրանց գործերը ցույց տվել, ու իրանք այդ ամեն ինչը տեսել են։ Ոնց որ մեր կյանքում։ Ոնց որ մեր կյանքում մենք յուրաքանչյուրս որ բացենք մեր կյանքը, կտենանք թե Տերը ինչքան մեծ գործեր ունի արած։ Մի քանի անգամ մեծ գործեր ունի արած։ Բայց այդ մեծ գործերը մենք իմանալով շարունակում ենք մի վայրկյանում կորցնել այդ։ Շարունակում ենք մի վայրկյանում թուլանալ, շարունակում ենք մի վայրկյանում մեղանչել, կանգ առնել, շարունակում ենք մի վայրկյանում հետ նայել։ Ցավալի է։ Ցավալի է, բայց իրականությունն է սա։ Ինչ պետք է անենք ժողովուրդ, որ կարողանանք հետ նայենք, հետ կանգնենք նման բաներից։ Աստվածաշունչն ասում է ամեն ժամանակ աղոթք արեք, ամեն ժամանակ արթուն մնացեք։ Մեր խնդրանքն է Աստծուն, որ մենք արթուն մնանք, ու յուրաքանչյուրիս խնդրանքն է, որ արթուն մնա։ Որ եթե գնում ես Հիսուս Քրիստոսի հետևից նայ միջև վերջ Հիսուս Քրիստոսին, թող քո հայացքը չիջնի Քրիստոսից։ Հենց իջավ քո հայացքը, դու արդեն թմրության տակ ես, դու անլրջության տակ ես ընկնելու։ Խոսքը այսօր սրա մասին էր։ Ես կուզեմ, որ վերանայենք եւ եւս մեկ անգամ ամփոփենք ու ավարտենք այսօրվա ծառայությունը։ Ինչն է խանգարում մեզ մեր հոգևոր ընթացքում, ինչի համար ենք մենք շատ անգամ կանգնում, որովհետև ժամանակ առ ժամանակ մեր հայացքն իջնում է Հիսուս Քրիստոսից, ժամանակ առ ժամանակ մենք թմրում ենք, հոգևոր թմրություն է գալի եւ մենք ապրում ենք անլուրջ հավատացյալի կյանքով, շատ անգամ դաժե թափթփված հավատացյալի կյանքով։ Եվ սրա մեջ մեղավոր ենք միայն մենք ինքներս։ Եվ այդ ժամանակ հնարավոր է որ լինեն, շատ հնարավոր է։ Հնարավոր է որ հարցակումներից ունի, հնարավոր է լավ ապրելուց ունի, բայց կարևորը երբ որ հայացքդ իջացրել ես մի անգամից վեր բարձրացրու։ Վեր բարձրացրու աղաչի Տիրոջը, որ քեզանից շատ հեռու չգնա։ Ոչ վախերը այդ անգամ, եթե Հիսուսից մենք չիջացնենք մեր հայացքը, ոչ վախերը իշխանություն կունենան մեր վրա, ոչ աշխարհի հանդեպ սերը իշխանություն կունենա մեր վրա, ոչ մեղքերը իշխանություն կունենան մեր վրա, ոչ անլրջությունը իշխանություն կունենա մեր վրա, այսինքն հոգևոր անլրջությունը։ Բայց իրանք միշտ մեր հետ են լինելու, իրանք միշտ մեր կողքով քայլելու են, իրանք միշտ մեզ անդադ շշնջալու են։ Իրանք այնքան են անում, մինչև որ քո հայացքը իջնի Հիսուս Քրիստոսից։